Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, այսօր Բաքվում հայտարարեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, ընդգծելով, որ Թեհրանն ու Բաքուն մշտապես աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը։ Մենք պնդում ենք, որ Ադրբեջանի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն եւ Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին, եւ ես լիահույս եմ, որ այս այցը կամրապնդի Իրանի ու Ադրբեջանի կապերն ու միասնությունը։ Ամերիկյան Associated Press-ը փաստում է, որ սա Իրանի նախագահի եզակի այցերից է հարևան երկիր, որի հետ Թեհրանի հարաբերությունները տարիներ շարունակ լարված են եղել հիմնականում Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերի պատճառով։ Լարվածությունն էլ ավելի խորացավ 2 տարի առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո։ Վերջին շրջանում, սակայն, կողմերը հրապարակավ ջերմացման նշաններ են ցույց տալիս։ Անցած նոյեմբերին, օրինակ, երկու երկրները Կասպից ծովում համատեղ զորավարժություններ անցկացրին։ Այսօր էլ համագործակցության մասին 7 համաձայնագիր ստորագրեցին, այդ թվում երկու երկրների արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու, տրանսպորտի եւ հաղորդակցության ոլորտում կապերը ընդլայնելու վերաբերյալ։ Նախագահ Փեզեշքյանի այցը այսքան մեծ պատվիրակությամբ, ինչպես նաև բազմաթիվ կարևոր փաստաթղթերի ստորագրումը, այդ թվում նախագահների մակարդակով, եւս մեկ անգամի ցույց է դնում բոլոր ոլորտներում մերձենալու մեր կամքն ու պատրաստակամությունը։ Մեր երկու երկրները կարող են համատեղ լուծել բոլոր հարցերը, բանակցությունների միջոցով իր հերթին պնդեց Իրանի նախագահը, հավելելով. մենք չպետք է թույլ տանք, որ այլոք մեզ միմյանց դեմ հանեն։ Թե կոնկրետ ում նկատի ուներ Փեզեշքյանը չմանրամասնեց, սակայն մինչ այդ Իրանը չի թաքցրել դժգոհությունն ու մտավախությունը, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իսրայելի Բաքվին զենքի խոշոր մատակարարի կողմից Իրանին հարվածելու համար։ Ուշագրավ է, որ Փեզեշքյանի այցից շաբաթներ անց մայիսի 8-ին էլ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Բաքու կայցելի։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահն այսօր կրկին հավաստիացրել է, թե իրենց համար մշտապես առաջնային են եղել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։ Այսօր մենք որպես երկու անկախ պետություններ կարևոր դեր ենք խաղում մեր տարածաշրջանում եւ երկուսս էլ համակարծիք ենք եւ հավատարիմ այն քաղաքականությանը, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։ Տարածաշրջանում տարաձայնություններից մեկը Ադրբեջանի հայտարարած Զանգեզուրի միջանցքն է, որով Բաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով անխոչնդոտ կապ ունենալ Նախիջևանի հետ։ 44-օրյա պատերազմից հետո Թեհրանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ Այսօր, սակայն, նախագահ Փեզեշքյանն այս հարցը չհիշատակեց։ Փոխարենը խոսեց իսլամական երկրների միջև հնարավոր փոխգործակցությունը ամրապնդելու մասին։ Եթե իսլամական երկրները եւ նրանց տարածաշրջանային հարևանները միավորվեն, նրանք կկարողանան ապահովել ավելի հաջողակ մոդել, քան այն, ինչ մենք տեսնում ենք այսօր Եվրոպայում։ 2 տարի առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում ադրբեջանցի մի դիվանագետ զոհվել էր, անվտանգության 2 աշխատակից վիրավորվել, Բաքուն փակեց իր դեսպանատունը Թեհրանում, երկու երկրները ետ կանչեցին իրենց դիվանագետներին։ Ադրբեջանն իր դեսպանատունը վերաբացեց միայն անցած տարվա կեսերին, երբ Իրանի դատարանը մահապատժի դատապարտեց հարձակվողին։